Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան թիմ ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է։ Ինչպես այդ ընտրություններին պատրաստվում կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի արձանագրումներ կան այսօրվա դրությամբ։ Այս և այլ հարցերի էլ այսօր անդրադառնալու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ զրույցում։ Պարոն Հովակիմյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Դուք նախ զգում եք քաղաքական այդ լարված մթնոլորտի ազդեցությունը ընտրական գործընթացների վրա կամ առհասարակ ձեզ համար նկատելի է այդ լարված մթնոլորտը։ Լարված մթնոլորտ չէ, բայց որ ուշադրությունը դեպի ընտրական համակարգ եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կա, դա նկատել է թեկուզ այն փաստը, որ ձեր կողմից հրավեր եմ ստացել։ Որովհետեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին սովորաբար մեր հանրային կյանքում հիշում են միայն երբ որ ընտրություններ են։ Ասում այո, որովհետեւ ավելի շատ, այսպես ենք քաղաքացիներից դիմումներ ենք պարզաբանման խնդրանքներ ենք ստանում եւ այլ եւ այլ, այսինքն այն որ ընտրական փուլում ենք գտնում ընտրական շրջափուլի մեջ ենք, դա ակնհայտ է, դա ուղղակի այնպես չի որ աննկատ այսպես անցնում է։ Իսկ դա որևէ ազդեցություն ունենում է հատկապես այս փուլում ձեր գործընթացների գործողությունների վրա։ Չէ, իրականում ոչ, որովհետև ընտրական համակարգ Հայաստանի ընտրական համակարգը այնպեսին է, որ ինքը միշտ պատրաստ է ընտրություններ անցկացնելու։ Ուղղակի այս դեպքում մեր պարագայում, այսինքն մենք մեր ընտրական համակարգի իր գործառույթը, այսպես ենք ժամացույցի ճշգրտությամբ արել է, անելու է, այստեղ խնդիր չկա։ Ուղղակի մեզ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում երկու հանգամանք ոնց որ զուգադիպեցին, որովհետև մենք մինչև ապրիլի 1-ը պիտի ավարտենք ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված նոր որոշումների այդ ընդունման այդ փաթեթի հետ կապված իրավական խնդիրները պիտի ավարտենք եւ ըստ էության մենք մի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայումս երկու այսպես ուղղությամբ է գործում։ Այսինքն նոր ընտրական օրենսգիրքը ոչ թե նոր ընտրական օրենսգիրք, այլ նոր փոփոխություններ ազդեցություն չեն ունենալու այս թիմ ընտրությունների վրա։ Ոչ, որովհետեւ ընտրական օրենսգիրքի հենց անցումային դրույթներով, այսինքն փոփոխությունների անցումային դրույթներով այնտեղ հստակ արձանագրում, որ մինչև ուժի մեջ մտնել, այսինքն մինչև ապրիլի 1-ը նշանակված ընտրությունները անցկացում են այն կարգավորումները, որոնք որ գործել են մինչև ապրիլի 1-ը։ Մի քիչ իհարկե հետաքրքիր իրավիճակ ունենք, որովհետև փաստորեն քվեարկությունը մարտի 30-ին է։ Քվեարկությունը մարտի 30-ին տեղի է ունենալու եւ ապրիլի 1-ից նոր փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, որոնք վերաբերում են նաև օրինակ վերահաշվարկի այդ ինստիտուտին այնտեղ փոփոխություններ կա, բայց ըստ էության այդ փոփոխությունները չեն գործի այս թիմ ընտրությունների պարագայում, այս թիմ ընտրությունների պարագայում շարունակի գործել այս պայն դեռևս արկա կարգավորումները։ Պարոն Հովակիմյան, երեկ իդեպ երբ հայտնի դարձավ, թե որ քաղաքական ուժը որ համարի քվեաթերթիկն է ունենալու, ձեր ուղղությամբ էլ դարձյալ ուղղվեցին սլաքները, թե այդ ինչպես արեցիք, որ թե Փարաքարում եւ թե Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջին համարը եղավ։ Տեսեք, իրականում հարց տողները եթե դնեին օրինակ նիստի տեսագրությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի տեսագրությունը ինքը դրված է, կայքում դրված է, այսինքն եթե այդ հարցի զուտ լրագրողական բարեխիղճան տեսանկյունից կարելի է ուղղակի նիստը նայել։ Ու որտեղ դա եղել է վիճակահանություն։ Դա ասենք նույն չգիտեմ որ կուսակցությունը որ համարը կլինի, դա վիճակահանություն, իդեպ վիճակահանությունն, այսինքն այդ թիվը, այսպես ինչ ասեմ, հանել վերցնելը արել են լիազոր ներկայացուցիչներ, այսինքն բոլոր քաղաքական ուժերի համ Փարաքարում առաջադրված, համ Գյումրիում առաջ բոլորի լիազոր ներկայացուցիչները հրավիրել են նիստին ներկային։ Մենք երեկվա նիստում 3 վիճակահանություն ենք ունեցել, որից մեկը վերաբերում էր քաղաքական ուժերի հերթական քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարներին։ Վիճակահանությամբ ուղղակի այստեղ իսկ այն նրբությունը, որ երբ որ
քաղաքական ուժը թիմ ընտրություն մի քանի համայնքներում ընթացող միաժամանակ ընթացող թիմ ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգրքի 140 հոդվածի երկրորդ մասն է կարգավորում ինքը ինչ պահանջում ասում է երբ որ միաժամանակ մի քանի թիմ ընտրություններ են եւ մեկ քաղաքական ուժը մի քանի տեղ է մասնակցում նրա թիվը պահպանվում է քվեաթերթիկի թիվը այսինքն բոլոր այդ տեղերում պետք է ունենա նույն քվեաթերթ պետք է ունենա նույն համար սա ընտրական օրենսգրքի պահանջ է Երեկվա նիստում այսպես վիճակահանությունը սկսվել է Փարաքար համայնքից, որտեղ Փարաքար համայնքում կար 4 մասնակից։ Գյումրի համայնքում 9 մասնակից եւ ի սկզբանե նաեւ պարզաբանվել է լիազորներին, որ այն քաղաքական ուժերը, որոնք որ երկու տեղում էլ առաջադրված են, նրանց համարները արդեն Գյումրիի վիճակահանության այդ քաղաքական ուժերը Գյումրիի վիճակահանությանը չեն մասնակցի եւ նրանց համարները արդեն կհանվի վիճակահանությունից, որովհետեւ այն ինչ որ ձեռք բերեցին Փարաքար համայնքում, դա արդեն կպահպանվի նաեւ Գյումրիում։ Փարաքար համայնքի վիճակահանությամբ տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թիվ 1 համար անեց Եվ կարող էր անել 2-ը, կարող էր անել 3-ը, կարող էր անել 4-ը։ Հետևաբար ըստ օրենքի Գյումրիում եւս ըստ օրենքի, այսինքն արդեն մեկը պահպանվեց նաեւ Գյումրիում։ Ի վերջո ես մի բան ընտրություններում թիվը չի քվեարկության դրվում, ընտրություններում գաղափարներն ու ծրագրերն են քվեարկության դրվում։ Այդ թիվը որքանով ընկալելի կլինի ընտրողների մոտ, այսինքն այդ թիվը ինչ, դա քարոզարշավի այդ ծրագրերը ներկայացնելու արդյունքում, այսինքն այստեղ կապ չունի թե որ քաղաքական ուժ ինչ համարի ներկու է հանդես գալիս։ Հայացքը առաջինը տեսնելու այդ քաղաքական ուժի Դուք ընտրողին, որը որ ուղակի տեսավ ու քվեարկեց, գնեք դա շատ վատ կարծիք է մեր ընտրողի մասին, որ ընտրողը ոչ թե արդեն նախորոք ինքը ծրագրերին ծանոթանալով իր դիրքորոշումը ձևավորված մտնում է տեղամաս, այլ տեղամասում ինչ տեսավ քվեարկեց նրա օգտին։ Կնեք մեր ընտրողները համոզված եղեք, որ շատ գիտակից են, շատ տեղեկացված եւ երբեք նման վատ կարծիք չկարելի ունենալ մեր ընտրողների մասին։ Պարոն Հովհաննիսյան, սովորաբար բոլոր շոր ընտրություններից առաջ լինում են ահազանգեր, թե որևէ ուժ կամ ուժեր շուտ են սկսել նախընտրական քարոզչությունը։ Այս անգամն էլ բացառություն չէր, եղան հրապարակումներ, որ գովազդային պաստառներ են արդեն փակցված, մասնավորապես Գյումրիում, բայց դեռևս քարոզարշավը պետք է մարտի 15-ից մեկնարկի։ Սրանք իրենցից խախտումներ չեն ներկայացնում կամ արդեն ընտրախախտումների արձանագրումներ կան։ Ընդհակառակ Հասկանում եք մեր օրենսդրությունը ու դա նոր չի դա ըստ էության 1999 թվականի առաջին ընտրական օրենսգիրքը, որը որ 99-ի փետրվարին ընդունվել է տրամաբանությունը հետևյալն է, որ մինչև քարոզարշավի պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կուսակցությունները ազատ են իրենց գաղափարները տարածել։ Քարոզարշավի ժամանակահատվածը ոչ թե արտոնության ժամանակահատվածը, այն թույլատրելի ժամանակն է, այլ ընդհակառակ սահմանափակումների ժամանակ, որտեղ քարոզարշավի փուլում արդեն քաղաքական ուժերը կարող են իրենց գաղափարները տարածել բացառապես այն մեթոդներով եւ այն գործիքակազմով, որը սահմանված է ընտրական օրենսգրքով։ Այսինքն հակառակ երևույթի հետ գործում։ Ես ուղղակի կառաջարկեմ, որ այն կայք կլինի, չգիտեմ, գործիչ կլինի, ով որ պնդում է, որ մինչև քարոզարշավը չի կարելի քարոզություն իրականացնել, այդ մարդու ընտրությունների ընտրական համակարգի ընտրությունների հետ կապվածը անտես է երբեք դա նշանակում է, որ տվյալ անձը ընտրական օրենսգիրք, ընտրական համակարգ, քարոզչություն, այս ամենից ընդհանրապես գաղափար չունի։ Հասկանում եք, հակառակ երևույթն է անընդհատ ու փորձ է արվում անընդհատ հակառակ երևույթը մեզանում պահել։ Հակառակ քարոզարշավը քաղաքական ուժերի համար սկսվում է քվեարկության հաջորդ օրը, որովհետև քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը քարոզչություն արգելվում է։ Քվեարկության հաջորդ օրը քաղաքական ուժերը իրավունք ունեն
իրականացնել քարոզություն եւ շատ լավ կլինի Հայաստանի քաղաքական դաշտի համար, որպեսզի ընտրություններ կուսակցությունները ընտրություններից 5 տարի առաջ սկսեն ես կարծում։ Իրենց գաղափարները տարածել, իրենց, չգիտեմ, ֆինանսական հնարավորությունները համալրել եւ այլ, այսինքն այդ քաղաքական դաշտը ոչ թե այսպես ենք ընտրությունները նշանակվելու պահից սկսի ընտրություններին պատրաստվել, ինչ որ արդեն ուշացած է, արդեն գնացել է իրականում, այլ ընտրություններից շատ առաջ, տարիներ առաջ սկսեն պատրաստել, սա գբերի մեր քաղաքական դաշտում առողջացման, այսինքն կուժեղանա քաղաքական դաշտը, երբ որ կուսակցություններ, պատկերացրեք քաղաքական գործիչներ, կուսակցություններ, չգիտեմ, մարդիկ ասենք 5 տարի մասնագիտական զբաղվում են իրենց հավակնություններով, իրենց գաղափարներն են տարածում այս ամենով։ Դա նշանակում է, որ իրենք նաև այդ ընթացքում որոշակի հանրային վերահսկողություն են իրականացնելու այդ պահին գործող իշխանության նկատմամբ։ Այսինքն, պարոն Հովհաննիսյան, որևէ քաղաքական ուժ կարող է, չգիտեմ, ընտրություններից 6 ամիս առաջ, օրինակ, դիցուկ ընտրել, թե ով կարող է գլխավորել իր ընտրական ցուցակը, չնայած մեր երկրում շատ հազվադեպ է լինում, այսպես 1 ամիս կամ ամսուկես առաջ գաղտնի են պահում, հետո նոր հայտարարում են, թե ով է լինելու, եւ տվյալ համայնքում փակցնել պաստառներ, ելույթներ ունենալ, այսինքն մի 6 ամիս առաջ սկսել իր քարոզությունը։ Ես ավելի օրինակ եմ, եկող տարվա հունիսի սկզբին տեղ են ունենալու ազգային ժողովի ընտրություններ։ Այսօր ցանկացած քաղաքական ուժ կարող է սկսել եկող տարվա հունիսի սկզբին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավ։ Հեռուստատեսության ռոլիկներ, հեռուստատեսության ռոլիկը, տեսեք, հեռուստատեսության ռոլիկը արդեն քաղաքական ուժ հեռուստատեսություն այս հարաբերության մեջ է։ Այսինքն տվյալ դեպքում հեռուստատեսությունը ինքը պիտի որոշի, ինքը օրինակ գովազդային րոպե կոնկրետ քաղաքական ուժերին կտրամադրի, թե ոչ։ Բայց օրինակ եթե տվյալ քաղաքական ուժը, տվյալ անձը ունի օրինակ ֆինանսական միջոցներ եւ կարող է նաեւ հայտարարել այդ միջոցները, ինքը կարող է օրինակ, չգիտեմ, վահանակների վրա պաստառներ փակցնել։ Քո տիրապետողներից ուղղակի վարձակալել ու պաստառներ փակցնել։ Հետագայում արդեն որպես կուսակցություն, երբ որ ինքը ուղղակի կներկայացնի հաշվետվություն, թե որտեղից այդ գումարները իրեն։ Շատ լավ։ Պարոն Հովհաննիսյան, իսկ ինչպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու, որ արդյունքների հանդեպ հանրային վստահություն լինի։ Ինչ մեխանիզմներով կան, ինչ որ նոր մեխանիզմներ։ Այս պահին նորություն, այսպես ասենք, այս պահին նորություն չկա, բայց միայն այն արդեն բազմիցս կիրառված եւ հղկված, օրինակ ուղիղ եթեր բոլոր տեղամասերից լինելու է իրական ժամանակում ուղիղ եթեր, այսինքն քվեարկությունը ցանկացած ոք, կապ չունի Գյումրի բնակիչ, Փարաքարի բնակիչ, Հայաստանի ցանկացած կետից, բոլոր ընտրատեղամասերից։ Այո, բոլոր 82 տեղամաս Գյումրիում է, 16 տեղամաս Փարաքար համայնքում։ Բոլոր տեղամասերը հնարավոր կլինի ուղղակի ուղիղ եթերով դիտել։ Սա հետագայում է ցանկացած որևէ, այսպես ասենք, դժգոհություն եւ այդ տեսագրությունները մեզ հնարավորություն են տալու համ ընթացքում ուղիղ եթերով հետեւել, կանխարգելել, հետագայում էլ եթե ինչ որ բան, չգիտեմ, ինչ որ մեկի աչքից վրիպի լինի բողոք, այդ տեսագրությունը նաեւ հնարավորություն են տալիս հետ գնալ եւ համոզվել միջադեպը տեղի ունեցել է թե ոչ։ Ավելին ցանկացած ոք այս ուղիղ եթեր նաև բոլոր այն անձինք, ովքեր որ կմտածեն, չգիտեմ, որ իրենց օրինակ տեխնացուի կամ քաղաքական ուժի շահերով ինչ որ դրված ինչ որ փորձ են, ինչ որ տեղամասում, իրենք էլ կենթարկվեն պատասխանատվության։ Իսկ ուրեմն այս համակարգը արդեն չի կարող տեղամասում ինչ որ բան տեղի ունենալ։ Տեղամասում քվեարկությունը լինելու է բացառապես գաղտնի։ Ընտրողը մտավ տեղամաս, ինքը ազատ է գաղտնի քվեարկելու, ում կցանկանա նրա օգնել քվեարկի, որևէ մեկը հնարավորություն չի ունենալու նրան խոչընդոտել նրա կամքի վրա, բռնանալ կամ, չգիտեմ, կամք պարտադրել։ Սա կարևոր նաև, որտեղ անընդհատ նաև մեզանում կա, օրինակ հին իներցիայից, հին բացական իշխողությունից նստած կա, որ օրինակ ասում են վարչական ռեսուրս։ Ես դες հավաստի ասում, ներկայիս ընտրակարգը այնպիսին է, որ եթե որևէ մեկը
որևէ տեխնացու, քաղաքական ուժ, հանկարծ վարչական ռեսուրս փորձի կիրառը, չգիտեմ, օրինակ իր աշխատողներն են կամ ենթական, չգիտեմ, ինքը գործարար է կամ պետական պաշտոնյա է, եթե ինքը փորձի վարչական ռեսուրս, դա միանգամից իրեն է վնասելու։ Որովհետև քանի որ քվեարկությունը գաղտնի է, տվյալ ընտրողը գնալու է ու անելու է հաստատ հակառակը։ Ես դա հավաստի ասում եմ, այսինքն ինքը եթե ընտրական համակարգին այսպես ծանոթ մարդ, ովքեր որ ընդհանրապես գիտեն ընտրությունները ինչ բան են, վարչական ռեսուրսը կարող էր լինել միայն այն դեպքում, երբ որ քվեարկությունը վերահսկվում էր։ Այս դեպքում գիտեք հակառակ պնդումները սովորաբար որոնք են լինում։ Տեսեք, տևական ժամանակ է առանց գրիչի են տեղի ունենում քվեարկությունները։ Տրամադրվում են քվեաթերթիկներ։ Այ ասում են ինչպես է վերահսկվելու, որ օրինակ 9 քվեաթերթիկ է, մեկը դրվեց ծրարի մեջ, որպեսզի դրսում սպասողին օրինակ, հա, դիցուկ դրսում սպասողին չտանեն 8 քվեաթերթիկները ցույց տան, ասեն, տեսեք, քոնը չկա մեջ, ուրեմն քեզ եմ ընտրել։ Սրանք էլ այն քվեաթերթիկներն են։ Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ մինչև առաջին ընտրողի տեղամաս մտնելը արդեն քվեախուցի այդ աղբարկը, այսինքն հատուկ այդ ավելորդ քվեաթերթիկների, այնտեղ բոլոր քվեաթերթիկներից որոշակի քանակությամբ թողնում է արդեն։ Այսինքն առաջին ընտրողը, երբ որ մտնում է տեղամաս, արդեն այնտեղ բոլոր քվեաթերթիկներից կա։ Նկատում քվեախուցի ներսում։ Եվ եթե ինչ որ մեկը, չգիտեմ, այդ ընտրողին թամենը մնում է իր համար ցանկալի քվեարկությունը անել ու այն անձին որ իրան դուրսը սպասում է տանել նրա ուզածը աղբարկից վերցնել։ Այո, այսինքն իրականում այդ գործիքը վերահսկողության գործիքակաց մեր ընտրական համակարգ, մեր քվեարկության համակարգը, որ ունենք, չունի վերահսկողության հնարավորություն։ Տեսեք, տարիներ շարունակ բարձրաձայնվել են ընտրողների ցուցակների անճշտությունները, անգամ սև հումորներ կային, չէ, որ մահացածները վերակենդանանում են ընտրությունների օրը։ Կարող եք ասել, որ այս ամենը հստակ բացառելու մեխանիզմ կա ներդրված եւ այս ընտրություններում եւս ներդրվելու է։ Ես ուղղակի մի բան ասեմ, ընտրական ցուցակները վերջի նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխություններով այս 5 տարիների ընթացքում էապես բարեփոխվել է, որովհետեւ այսպես ասենք, այնտեղ կար որ օրինակ մարդիկ, որոնք որ 10, 15, 20 տարի առաջ Հայաստանից հեռացել են եւ այլևս Հայաստան չեն վերադարձել։ Նույնիսկ հայտնի չէր օրինակ եթե իր հարազատներ ասենք մահվան փաստ եղել է, մահվան փաստի մասին եթե օրինակ իրազեկել, եթե ոչ նույնիսկ եթե արտերկրում մահացած լիներ եւ հարազատներ իրազեկած չլինեին, կարող էր Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ անձնագրային մեր ծառայությունը, այսինքն ներկայումս միգրացիա եւ քաղաքացիության գործակալություն է կոչվում, ինքը կարող է այդ ինֆորմացիան չունենալ։ Բայց 21 թվականի արված փոփոխությամբ ինչ արվեց, որ 6 ամսից ավել ուժը կորցրած անձը հաստատող փաստաթղթով անձիկ ընտրական ցուցակից դուրս են մնում։ Այսինքն անձը պիտի ունենա ուժի մեջ գտնվող անձը հաստատող փաստաթուղթ։ Դա նշանակում է, որ առնվազն 10 տարի առաջ ինքը եկել է այդ, ասենք եթե նույնիսկ արտերկրում է մնում, եկել է նոր անձը հաստատող փաստաթուղթ անել։ Այս փոփոխությունը 21 թվականին որ արվեց, հետագայում ինքը 22-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ, ըստ էության մեր ընտրական ցուցակները մոտ 200,000-ով, որտեղ այդ ժամանակ անձնագրայինը մոտավոր այդքան էր գնահատում նման ընտրական ցուցակներում նման անձանց հնարավորությունը, եթե չեմ սխալվում 150,000-200,000-ով պակասեց այն ժամանակ։ Նույն եթե նայեք Գյումրի ընտրողների թիվը 21 թվականի համեմատ ընդամենը 3,000-ով է ավելացել, թե ինչքան չեմ հիշում, շատ քիչ ավելացել։ Իրականում ավելի շատ պիտի ավելանար, եթե այդ կարգավորումը ուժի մեջ մտած չլիներ, որտեղ միայն այս 4 տարիների 18 տարին լրացածները, եթե հաշվենք, ինքը ավելի շատ պիտի լիներ այն թվի աճից, որը ունենք։ Հասկացա՞նք ինչի մասն է խոսքը։ Տարբերություն։ Հա։
Եվ վերջում ամփոփելով, քանի որ մեզ շատ կարճ ժամանակ է մնացել, այսինքն մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին, հերթական ընտրություններին, եթե ոչինչ չփոխվի, նոր համակարգ եւ նոր մեխանիզմ է ըստ էության լինելու, որովհետեւ ՄԱԿ-ի կառավարությունների զարգացման ծրագրով կհն։ Հա, տեսեք, նոր գործիքակազմը հիմնականում վերաբերվելու է թվային գործիքներին։ Նույն այսօր արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ, այսպես են, կուսակցությունները, երբ որ ցանկանում են առաջադրվել, իրենք ստանում են օգտահաշիվ եւ իրենց ցուցակները արդեն այդ օգտահաշվի միջոցով մուտք են անում։ Սա հնարավորություն է տալիս խուսափել տառասխալներից, խուսափել անձահաստատող փաստաթղթի որևէ նիշ սխալ լրացնելուց, հասցեն սխալ լրացնելուց։ Ես մնում է ընդհանրապես իրենց ցուցակում լրացնել անձի աշխատանքի վայրը եւ կուսակցական պատկանելությունը։ Նաեւ այդ համակարգը հնարավորություն է տալիս, որ օրինակ սերային այս բաշխվածության քվոտաները ճիշտ պահպանվի ցուցակում։ Սա մի գործիք։ Մյուսը վերաբերում ունի դիտորդների ԶԼՄ-ների հավատարմագրման ինստիտուտին։ Սա ամբողջությամբ թվային է իրականացվում։ Հայտարարներ ներկայացնելու ինստիտուտը, երբ որ կուսակցությունները տեխնացու հայտարարներ են, ելի թվային է իրականացվում։ Այսինքն ընդհանուր առմամբ փոփոխությունները թվայնացման են եկող ընտրությունների ընթരാշ մենք թվային գործիքները կավելացնենք։ Այսինքն հնարավորինս այնպես կանենք, որ քաղաքական ուժերը, մասնակիցները, այդ թվում դիտորդ, ԶԼՄ հնարավորինս քիչ թղթաբանությամբ զբաղվելու, այսպես չաչարվելու կարիք ունենան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հեռանկարում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էր։